Տիկին Ղազարյան երեք վարչապետը կառավարության աշխատակազմի հետ խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ հնարավորինս շուտ Գյումրիում պետք է արտահերթ ընտրություններ անցկացվեն, քանի որ դուք նաև վարչության անդամ եք, ենթադրում եմ ինչ-որ քննարկում արդեն ունեցած կլիներ, կամ եթե նույնիսկ չունեք, ինչ հնարավոր տարբերակներով է իշխանությունը պատկերացնում Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնելու այս սցենարը։ Անկեղծ ասած, դες խորքային քննարկումներ չենք ունեցել այդ առումով, բայց մտածել ենք այդ ուղղությամբ, որ իրապես Գյումրիին անհրաժեշտ է, որպեսզի նոր ընտրություններ կատարվեն, ընտրություններ իրականան եւ առաջիկայում կարծում եմ այդ քննարկումները կմեկնարկեն, կհասկանանք։ Այս պահի դրությամբ գիտեք, այդ ընտրական process-ներ են, դեռ ամսի 14-ին վերջնական արդյունքները կլինեն, ըստ այդմ հետագա գործընթացներն են կպլանավորվեն։ Այսինքն այս բանի պատկերացում, թե ինչպես պետք է ընտրությունները լինեն Գյումրիում, նաև հաշվի առնելով այն, որ այնտեղ ավականին նորմալ աշխատում է, այսինքն դե բնականաբար ունենք, բայց այս պահի դրությամբ ես այդ մասին չեմ ուզում խոսել։ Ես ուզում եմ հասկանալ, կա սցենար, որը իշխանությունը ունի։ Դեռ ոչ, դեռ այդ մասին չեմ խոսել։ Իսկ աշխատկներեք, էլի, այսինքն սցենար չկա, թե չեք ուզում հանրայնացնեք։ Միտքը կա, գաղափարը կա եւ հետագայում արդեն ընթացքը ցույց կտա։ Իսկ ինչու պետք է արտահերթ ընտրություններ լինեն Գյումրիում, Տիկին Ղազարյան։ Որովհետեւ տեսնում ենք, թե ինչպես է Գյումրիի քաղաքապետը ձախողել ողջ ընթացակարգը եւ մենք թե ձայնագրություններին ենք ականատես լինում, թե տեսնում ենք, թե ինչ ընթացք է գնում եւ հասկանում ենք, որ այնտեղ անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ։ Ձայնագրությունները կարող է իրավական process-ը։ Դե այդ իրավական process-ները, իրավական process-ները գնում են, բայց քաղաքը ահա որ վիճակում էր, ինչպես վարչապետը արդեն ասեց, մենք եղանք այնտեղ եւ տեսանք այս տարիների ընթացքում ինչքան քիչ աշխատանք է կատարվել, թեպետ հնարավորինս համահարթեցման շրջանակներում մենք բոլոր համայնքներին ֆինանսավորում տրամադրում ենք ըստ համայնքների առաջնահերթությունների եւ այլն, բայց քաղաքը արագ վերականգնման կարիք ունի, հետեւաբար նոր կառավարում պետք է լինի, որպեսզի կարողանան շատ լավ աշխատել եւ քաղաքը վերականգնել, որպեսզի այսպիսի խնդիրների առաջ չկանգնենք։ Եկեք Գյումրիից ասենք, այսքան կարող եմ ասեմ։ Բայց դուք այնտեղ կոալիցիոն Բայց դուք գիտեք, որ կոալիցիոն կառավարման ընթացքում ինչպես էր աշխատում Գյումրու ավականին, չէր աշխատում համարյա, ոչ մի բան ընթացակարգեր չէր, ոչ մի առաջարկ չէր ընդունվում եւ աշխատանքները առաջ չէին գնում, որի արդյունքում գնացինք նոր ընտրությունների, կոալիցիան խզվեց, որովհետեւ աշխատանքներ չէին կարողանում իրականացնել մեր ավականին։ Դե որ գնանք Գյումրիում փողոցներում քայլենք, չէ, դե լավ, եկեք սիրել, չէ, ես չէի ասի, Թալին քաղաք ես մտել եմ, շատ լավ է։ Ինչ առումով էր ավելի ահավոր։ Ես չեմ նկատել, ես ինքս Գյումրիում եմ եղել ու քայլել եմ, այնտեղ չեմ։ Չէ, նորմալ չէ, եկեք ինքնախաբեությամբ, ոչ միայն ճանապարհները, եթե ճանապարհները ակնհայտ ենք տեսնում, կան նաև այլ process-ներ, որովհետև մենակ ճանապարհ չենք յուրաքանչյուր համայնքում վերականգնում կամ ասֆալտապատում չենք իրականացնում, կան շատ ծրագրեր, որոնք որ իրականում չկարողացանք կյանքի կոչել, թե նախորդ կոալիցիոն կառավարման ժամանակ եւ թե հիմա, քիչ եմ հիշում, կիսա քնածը։ Ընտրությունների այս խառնաշփոթի հետ կապված ինչ կասեք, միահամուռ ընդդիմությունը պնդում է, որ ընտրությունները կեղծվել են եւ ապացույցներ են ներկայացնում թվերի հետ կապված, ինչու է այդպես ստացվել, ինչն է պատճառը։ Շատ ծիծաղելի են հանգամանքը, որ ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում աչքի են ընկել հատկապես ընդդիմության ընտրակեղծարարությամբ, ընդդիմությունն է աչքի ընկնել ընտրակեղծարարությամբ, մենք բազում ձայնագրություններ ընտրակաշարք տալու վերցնելու վերաբերյալ ականատես ենք եղել բոլորովս, բացահայտումները շարունակվել են, շարունակվում են այսօր, բայց նաև Սիրելիս երեք պարզվեց, որ նաև մեր ձայները չեն հաշվարկվել եւ քանի որ massամբ չէ, հենց մեր 20% ընդդիմության ձայներ չհաշվարկել։ Ընդդիմության ձայների դեպքում 20-30 ձայն չի հաշվարկվել, մերը տեղելատեղամաս 20-30 ձայն, եթե ընտրատեղամասով, մեր մոտ եղել է, ասենք 100-ից 150 ձայն, որ չի հաշվարկվել, ոչ թե չի հաշվարկվել, այլ տեխնիկական սխալ եղել, քանի որ ձեռքով են մուտքագրումներ անում, հնարավոր է տողերի խախտում։ Դե հիմա մենք նախնական արդյունքներով ունենք արդյունքները, որ հիմա վրա կարող ենք ասել, որ միասնաձևավորել են կառավարություն, բայց այս իշխանություն, բայց նաև սպասենք վերջնական արդյունքներին, իսկ այս ընթացքում մանրամասն կենտրոնական ընտրական հանձնաժողովը աշխատանք է կատարում, որ հնարավորինս այդ շտու դա ընտրակեղծարարություն չի բնակ որ զգալի ձայների պակաս է գրանցվել։ Դե հիմա տեսեք արձանագրությունները կան, այնտեղ կան իրանց վերահսկողներն են եղել եւ այլն, երբ թե այդպիսի ականհայտ խախտումներ լիներ, վերահսկողներն էլ ձայն կբարձրացնեն, բայց էլի եմ ասում, դուք բոլորդ, մենք բոլորս գիտենք, որ այդտեղ տեխնիկական
տեխնիկական խնդիրներ ա եղել եւ ՔՊ-ի ձայներն էլ ավելի շատ են որոշ տեղերում նաեւ դուժել, քան օրինակ ուժեղ Հայաստանի եւ մնացածին։ Այնպես որ եկեք սպասենք վերջնական բանին։ Ճիշտն ասած շատ չեմ տիրապետում ներկայացրել է թե չէ, բայց իմ կարծիքով հիմա վերանայման արդյունքում նաեւ մեր ձայներն ավելանում, ինչը շատ լավ է։